Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները դարձնեք ինձ հետ միասին Սաղմոս 47-ին, Սաղմոս 47։ Այսպես են կարդում Տիրոջ պատվական խոսքը։ Ծափ տվեք, ամեն ժողովուրդներ, ցնծության ձայնով դեպի Աստված աղաղակեցեք, որովհետև Տերը բարձրյալ և ահավոր է, մեծ թագավոր է ամեն երկրի վրա։ Նա ժողովուրդներին մեր տակն է գցում և ազգերին մեր ոտների ներքևը։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, Հակոբի փառավորությունը, որ նրան սիրում է։ Աստված բարձրանում է ցնծության օրհնությունով, Տերը փողի ձայնով։ Սաղմոս ասեցեք Աստծուն, Սաղմոս ասեցեք մեր թագավորին, Սաղմոս ասեցեք, որովհետև Աստված ամեն երկրի թագավորն է, իմաստության երգ սաղմոսեցեք։ Աստված թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սրբության աթոռի վրա, ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծո ժողովուրդը, որովհետև երկրի վահանները Աստծունն են, նա շատ բարձրացավ։ Օրհնյալ լինի Տիրոջ խոսքը, աղոթենք։ Փառք քեզ մեր Տերը, իրավի որ դու բարձր թագավորն ես և հիմա մենք այս քո հեղինակած խոսքիդ առջևը կանգնած ուզում ենք Տեր մի քիչ ավելի խորքը հասկանանք, կարդացած բառերի ետև եղած իմաստությունը հասկանանք և դրանցով օրհնվենք, դրանցով ուղղվենք և դրանցով ապրենք և դրանցով քեզ փառք բերենք։ Օգնիր մեզ Սուրբ Հոգի Տեր, որ կարողանանք քո հեղինակած խոսքդ մեր կյանքի մեջ գործադրենք։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով և արժանիքով ենք աղերսում։ Հոր փառքի համար, ամեն։ Անցյալ երկու սաղմոսներով, այսինքն 45 և 46 սաղմոսների մեջ, նախ Քրիստոսին տեսանք որպես մեր փեսան, և հետո հաջորդ սաղմոսի մեջ, 46-ի մեջ, մենք տեսանք Քրիստոսին որպես մեր ապավենը, the refuge։ Իսկ այսօր, այս սաղմոսի մեջ, Աստծո խոսքը Քրիստոսին ներկայացնում է որպես մեր թագավորը, our king, մեր արքան։ Քրիստոնեական պատմության մեջ այս սաղմոսը որպես Քրիստոսի համբարձման մասին մարգարեություն է մեկնաբանվում, ուր նա բնությամբ կատարելապես Աստված է, և նմանապես Սաղմոս 68:18-ի մեջ, նաև Հիսուսի համբարձման մասին կարդալով, այդ Սաղմոս երկողը Տեր Հիսուսին նաև Աստված ներկայացնելով հանդերձ, ասում է վեր ելար բարձր տեղերը, գերի առիր գերությունը, պարգևներ տվիր մարդկանց և ապստամբվածների համար, որ Աստված այնտեղ բնակվի։ Ուրեմն, այս մարգարեությունը Տեր Հիսուսի մեջ կատարվեց, որի մասին նոր կտակարանում Պողոս առաքյալ այս նույն համարը գործածելով, Եփեսացիս 4:7-ի մեջ Տեր Հիսուսի մասին է նշում և նրա աստվածությունը հիշելով, նաև ասում է Եփեսացիս 4:7-ը, բայց ամեն մեկիս տրված է շնորհքը Հիսուս Քրիստոսի պարգևի չափի պես։ Սրա համար ասում է, թե հետո նշում է այս 68-րդ Սաղմոսի 18-րդ համարը, թե վեր ելար բարձր գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվավ և հարց է տալիս, ինչ է այն վեր ելավը, եթե ոչ առաջ վայր իջավ երկրի ցած կողմերը Հիսուսի առաջին գալուստը ներկայացնում, և այն վայր իջնողը, այսինքն մարտեղացած Աստված Հիսուսը Աստվածորդին, նույն ինքն է, որ ամեն երկինքներից ավելի
բարձր ելավ, որ ամեն բան կատարյալ անի կամ բոլոր բաները լրացնի։ Այսինքն Հոր Աստծո բոլոր նպատակը, նախասահմանյալ հրովարտակային կամքը կատարի։ Այս համարը բոլոր աստվածաբանությունը մեջ կա։ 4 տարի կարող եք համալսարանի մեջ այս համարը սերտել։ Այս Սաղմոսի մեջ, այսինքն 47-րդ Սաղմոսի մեջ, Քրիստոսի թագավոր լինելու մարգարեությունը կատարվեց, երբ Տերը մեռելներից հարություն առնելուց հետո երկինք համբարձվեց, եւ նա շարունակում է մեր աչքին թեպետ անտեսանելի, բայց շատ իրական թագավորություն։ Եվ մի օր ապագայում այդ անտեսանելին տեսանելի պիտի փոխանցվի, պիտի տեսանելի դառնա եւ նա իր տեսանելի թագավորությունը հայտնաբերումով պիտի շարունակի իշխել որպես թագավոր, թագավորած եւ Տեր Տերանց, այն էլ նոր երկրի եւ նոր երկնքի վրա։ Այս Սաղմոսը իր կազմությամբ 2 բաժիններից է կազմված։ Առաջին բաժնում 1-ից 4 համարների մեջ տեսնում ենք Քրիստոսին որպես բարձրյալը, the lifted up, մեծ թագավորը, ով եկեղեցու գլուխն է։ Եվ հետո սելա բառը 5-րդ համարից հետո, 5-րդ համարը կամուրջն է, եւ սելա բառն ենք կարդում, որ նշանակում է այս ճշմարտությունը հասկանալուց հետո մենք մի պահ կանգ պետք է առնենք, պիտի մտածենք մեր կարդացած ճշմարտության բաժնի մասին եւ այդ ճշմարտության հիման վրա պիտի ակնկալենք հաջորդ բաժինը, եկող ճշմարտությունը։ Եվ երկրորդ բաժինը 6-ից 9-րդ համարների մեջ ենք տեսնում նաեւ դարձյալ Քրիստոսին որպես նորից բարձրյալ մեծ թագավորը, ով նորոգված աշխարհի գլուխն է, ոչ թե միայն եկեղեցու, այլ բոլոր նորոգված նոր երկինք, նոր երկրի գլուխն է։ Այսօր առաջին կետի վրա պիտի կենտրոնանանք եւ 3 պատճառներ պիտի տեսնենք, թե ինչու մենք հավատացյալներս, որ կոչ է ուղղված մեզ, մենք ծափ տանք եւ ցնծության ձայն աղաղակեցնենք Տիրոջը, թե ինչու մենք Քրիստոսի եկեղեցին պիտի ուրախ լինենք, ինչու է Աստծո խոսքը մեզ պատվիրում, հրամայում, հրահանգում, որ մենք ուրախ լինենք։ Սա բարձր տրամադրություն ստեղծելու ջանք չի։ Սա մեր զգացումները կրկրեցնելու կամ մեզ հրահրելու, որ ուրախություն վայելելու արարք չի։ Սա Աստծո պատվեր է մեզ, տարբերություն կա։ Օրինակի համար, երբ մենք գնում ենք մի խրախճանք, պետք է լինի աշխուժ նվակ, պետք է լինի թմփուկեր, պետք է լինի դղրդացնող երաժշտություն, որպեսզի ժողովուրդը սկսի կամաց ուրախության մուդի մեջ եւ տրամադրության մուդի մեջ մտնի։ Ամենատխուր մարդուն էլ որ տանես հարսանյաց խրախճանք, մի 2 գավաթ որ գինի խմի, մի քանի հատ որ մյուզիկ լսի, ինքն էլ կսկսի ուրախանալ առանց իմանալու թե ինչ է կատարվում։ Դրա մասին չենք խոսում։ Աստված մեզ պատվիրում է հոգևոր իմացականությամբ, հրահանգ է տալիս մեզ իր խոսքի մեջ, որ մենք ծափ տալու պես ուրախ լինենք, որ մենք աղաղակելով Աստծուն մեր ուրախությունը արտահայտենք, արտաքին կերպով, ոչ թե միայն ներքուստ, արտաքնապես։ Եվ այսօր 3 պատճառներ պիտի տեսնենք, թե ինչու Աստծո խոսքը մեզ հրահանգում է, որ ուրախ լինենք։ Why? Ուստի հավատացյալներ, ովքեր ներքնապես միայն ուրախություն են ապրում, բայց չեն ցնծում, գիտեն այդ ուրախության տեղը, բայց չեն ապրում այդ ուրախությունը, նաև չեն արտահայտում այդ ուրախությունը։ Սա Աստծո տված պատվերին անուշադրություն է, կարող եմ ասել անհնազանդություն է։ Ուստի Քրիստոսին որպես բարձրյալ մեծ թագավորը,
ով եկեղեցու վրա գլուխ է։ Երբ որ այդպես նայենք, այն ժամանակ շատ ավելի հեշտ է մեզ համար անդրադառնալ, թե ինչու մենք պատվիրված ենք ուրախ լինելու։ Ուրեմն, Քրիստոսին որպես եկեղեցու գլուխ եւ թագավոր ներկայացնելով, Սաղմոս երկողը մեզ այս կոչը եւ պատվերն է տալիս։ Նա ասում է. «Ծափ տվեք ամեն ժողովուրդներ, ցնծության ցայնով դեպի Աստծուն աղաղակեցեք, որովհետև», ահա մեր քարոզի նյութը, որովհետև, ինչ, որովհետև մեկ, Տերը բարձրյալ եւ ահավոր է, մեծ թագավոր է ամեն երկրի վրա։ Երկրորդ, նա ժողովուրդներին մեր տակն է գցում եւ ազգերին մեր ոտների ներքևը։ Երրորդ, նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, Հակոբի փառավորություն, այսինքն, որովհետև նրան սիրում է։ Նկատի առնենք այս Սաղմոսի առաջին համարում, որպես նախաբան, ինչպես ասեցի, Աստծո խոսքը մեզ պատվեր է տալիս, հրահանգ է արձակում, ասելով. «Ծափ տվեք ամեն ժողովուրդներ»։ Հիմա պետք է ասեք, դա ինչու մենք մեր եկեղեցում չենք ծափ տալիս։ Կարող եք ծափ տալ, բայց ինչու պիտի ծափ տանք։ Այսինքն ինչ ծափ տանք։ Տեսեք, մարդ արարածի համար ամենափոքրիկ մանուկից սկսյալ ծափ տալը մեր ներքնապես զգացած ցնծությունը, սրտում զգացած ուրախությունը, այդ մեր ուրախությունը արտաքնապես արտահայտելու մի տիեզերական արարք է։ Չինացիները ծափ են տալիս, պարսիկները ծափ են տալիս, հայերը ծափ են, տարբերություն չի անում, որ ազգի մեջ եք։ Հենց որ ուրախանում ենք, սկսում ենք, երեխաները այդպես են, չէ՞։ Երբ որ ուրախանում ենք, ասում են ծափ տալ։ Ծափ տալը celebratory է, տոնակատարության, ուրախությունը բաժնեկցելու արտահայտության մի տարրական, նախնական արարք է։ Ուրեմն, քանի որ Սաղմոսի կենտրոնական նյութը Աստծո այս խոսքի մարգարեությունն է, որ Քրիստոսի տիեզերական թագավորության մասին է խոսում, ուստի այս ցնծալու կոչը միայն հրյաներին ուղղված կոչ չի, միայն հրյա ժողովուրդը չի, որ պիտի Քրիստոսի համար ծափ տա Աստծուն, ուրախանա, այլ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից, բոլոր տոհմերից, երկրի բոլոր երկրներից կան Քրիստոսի հետևողներ, ովքեր Քրիստոսի թագավորության մեջ են եւ պիտի լինեն եւ եղած են, բոլորն էլ ուրախանալու են, բոլորն էլ Քրիստոսի համար, որպես իրենց թագավորը, իրենց ցնծությունը արտահայտելու են ծափ տալու պես, նախնական տարրական արտահայտությամբ։ It's basic։ Քրիստոսի ժողովուրդը ակնկալված է, որ Քրիստոսի համար ուրախանա ծափ տա։ Աննորմալ է, որ Քրիստոսի ժողովուրդը Քրիստոսի թագավոր լինելու, եկեղեցին իր գլուխը Քրիստոս ունենալու համար չուրախանա։ Something wrong, մի բան սխալ է այդպես։ Ուրեմն բնականաբար մենք տարրականաբար, նախնականաբար մենք ծափ տալու պես ուրախանում ենք եւ արտահայտում ենք մեր ուրախությունը։ Քիչ առաջ երգեցինք, արքայի մասին երգեցինք, անդրադարձակ, երկերը Քրիստոսի թագավորության մասին էին։ Ուրախանում ենք, որովհետև Ադամից մինչև վերջին անձը, որ Քրիստոսին հետևում է, Քրիստոսով փրկվում է, դա Քրիստոսի եկեղեցին է։ Եվ հավաքաբար, տիեզերաբար Քրիստոսի մարմինն է։ Եվ այս խոսքը նրանց, այսինքն մեզ է ուղղված։ Ուրեմն այս կոչը նաև այս օրերում ապրող Քրիստոսով փրկվածներից համարել է եւ ուղղված է ինձ ու քեզ որպես եկեղեցի, որպես հավատացյալներ։ Մենք պատվիրված ենք, սիրելիներ, ոչ թե միայն ցնծալու, ուրախանալու ներքնապես, այլ պատվիրած ենք ծափ տալու պատկերաբանությամբ մեր ուրախությունը արտաքնապես արտահայտել։ Նկատի առնենք, թե ինչպես այս ցնծության կոչի ուժգնությունը ավելիով շեշտվում է առաջին համարի երկրորդ բաժնում, երբ կարդում ենք ցնծության ձայնով դեպի Աստծուն աղաղակեցեք։
Ուրեմն տեսնում ենք, որ մենք որպես Աստծո ժողովուրդ մեր ներսում ունեցած մեր փրկության ցնծությունը Քրիստոսի մեջ ոչ թե միայն արտակնապես արտահայտելու ենք, այլ նաև կանչված ենք, որ այս ցնծության մեծ զգացումը եւ իրականությունը մեր ձայնով աղաղակենք։ Նրան մեր փառաբանությունը, մեր երկեցողությունը, մեր աղոթքը, մեր օրհնաբանությունը, շնորհակալությունը, երախտագիտությունը, պաշտամունքը արտահայտենք ձայնով։ Տեսեք, աղաղակել չի նշանակում բղավել։ Տարբերություն կա աղաղակելու մեջ եւ բղավելու մեջ։ Շատեր եկեղեցու մեջ կարծում են, որ երբ ասում են աղաղակեցեք, ազատ են, ինչ ուզում են կարող են անեն, բղավեն, կանչվրտել, նույնիսկ հաջոցներ անել կամ իզուր տեղը խնդալ, ծիծաղել, գետիններ թավալվել, անկարգ եւ անախորժ գործունեություն ձեռընթացել, բայց աղաղակել չի նշանակում բղավել, անկարգություն անել։ Աղաղակել նշանակում է բոլոր ուժով, բոլոր կարողությամբ, բոլոր էությամբ, մեր կարողության ծայրագույն ձևով, չափով, ինչպես որ կարող ենք, այնքան ուժգնությամբ, որ թույլատրվում է մեզ, մեր սահմանների ծայրագունապես, նրան բոլոր սրտանց, ամբողջ էությամբ ցնծությունը հայտնենք։ Մեր խոսքը, մեր աղոթքը, մեր երգը, մեր օրհնությունը նրան ուժգնորեն հայտնենք։ Ոչ թե վախենալով, մնգմնգալով, մրմնջալով, հազիվ, երբեմն մարդիկ աղոթում են, ես պիտի ականջս ձեռքս տնեմ ականջին, տեսնեմ ինչ ասեց։ Մենակ ձայն եմ լսում այդպես ու չեմ հասկանում ինչ են ասում։ Մարդիկ էլ կան ախորժակով են աղոթում։ Երբ որ նրանք աղոթում են, երկինքն ու երկիրը խառնվում է իրար, դու էլ վերանում ես իրենց աղոթքի հետ։ Այդպես աղոթքին շատ հեշտ է ամեն ասել։ Ինչու, որտեվ աղաղակում են Աստծուն, թեպետ աղերսում ենք, բայց ուժգնորեն ենք անում։ Երբ որ մարդիկ կան երգում են, երբ որ տեսնում ես ամբողջ սրտով երգում է Աստծուն, դա աղաղակել է։ Ուրեմն, առաջին պատճառը, որ մենք Տիրոջը պիտի ցնծությունը արտահայտենք եւ ամբողջ սրտանց նրան ուղենք մեր աղերսը, մեր օրհնաբանությունը եւ այլն պաշտամունքը այն է, որովհետեւ կարդում ենք երկրորդ համարի առաջին մասում, որովհետեւ Տերը բարձրյալ եւ ահավոր է, մեծ թագավոր է ամեն երկրի վրա։ Առաջին պատճառը, թե ինչու մենք մեր ցնծությունը պիտի դրսևորված կերպով արտահայտենք, այն էլ բարձրաձայնությամբ, այն է, որտեվ Տերը բարձրյալ է։ Տեր անունը այստեղ Յահվե անունն է, Աստծո խոստումնակիր անունն է, ուխտային անունն է։ Բնագիր եբրայեցերենով Յահվե նոր կտակարանում այս նույն Տեր տիտղոսը քուրիոս բառն է, որ Հիսուսի համար է գործածվում։ Ուրեմն մեր դրսևորված ուրախացան առաջին պատճառը այն է, որ այս մեր Տերը, այս Աստվածը, մարգարեաբար Քրիստոս, բարձրյալ է, is lifted up։ Բարձրյալ նշանակում է բարձր տեղ եղող, նշանակում է բարձրացած։ Նկատի առնենք սա ոչ թե միայն վիճակի մասին է խոսում, որ անշուշտ մեր Տերը Տեր Հիսուսը խիստ բարձր եւ վեհ վիճակում է, նաեւ դրա հետ զուգընթաց անդրադառնալու ենք, որ բարձր վիճակում լինելով հանդերձ նաեւ Տերը բարձրացած է, այսինքն վեհափառ է։ He is exalted, այսինքն պատիվ ունի, պատվարժան է, իր էության ստորոգելին է, անձամբ, բնությամբ, նկարագրով, իշխանությամբ, հեղինակությամբ, պաշտոնով, դիրքով, իր բոլոր ստորոգելիներով բարձր է, գերազանց է, հայերեն բառով վեհ է։ Շատ ավելի գերազանց է բոլոր ուրիշ էակներից։ Մի խոսքով մեր Տերը աննման է։ Նրա նման ուրիշը չկա։ Նա միակն է այդպես, եզակին է այդպես,
Այս Յահվե Տերը ինքը իր եզակի եւ բարձրանիստ լինելու մասին հին կտակարանի մեջ քանի անգամներ կրկնաբար հիշեցրել է մեզ։ Օրինակի համար դարձրեք Եսայի մարգարեության 45-րդ գլուխը։ Պիտի կարդամ մի քանի համարներ, բավական երկար, որտեղ այդտեղ շեշտվել է Աստծո աննմանությունը, եզակիությունը։ Եսայի 45:18-ից սկսյալ, այսպես է կարդում Տերոջ խոսքը. Որովհետև այսպես է ասում Յահվեն, երկինքն ու երկիր ստեղծողը, նա է Աստված, որ կազմեց երկիրը եւ արավ դրան, այսինքն հաստատեց դրան չստեղծեց դատարկ, այլ բնակվելու համար ստեղծեց դրան եւ ավելացնում է. Ես եմ Յահվեն եւ ուրիշը չկա։ Ես ոչ թե ծածուկումն եմ խոսել երկրի մութ տեղը, ես չասեցի Հակոբի սերնդին, թե իզուր տեղը ինձի որոնեցեք, ես Յահվես ուղղություն եմ խոսում, ճշմարիտ բաներ եմ հայտնում, ժողովեցեք եւ եկեք միասին մոտեցեք, ով ազգերի հետապրողներ, չեն հասկանում իրենց կրքի փայտը կրողները եւ այնպիսի Աստծուն աղոթողները, որ նրանք չեն փրկում, իմացրեք եւ մոտեցրեք, նրանք էլ միասին խորհուրդ անեն, թե ով է տվել լուրը այս բաները վաղուց, այն ժամանակից ի վեր իմացրել, չէ որ ես Յահվես, եւ որ ուրիշ Աստված չկա իձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող, Աստված չկա բացի ինձանից, ով երկրի բոլոր ծայրերը դեպի ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետեւ ես եմ Աստված եւ ուրիշը չկա, ինձանով երդում արի, իմ բերանից ուղիղ խոսք դուրս եկավ եւ չի դառնալ, թե ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անե, թե ինձ համար պիտի ասվի, որ միայն Տերովը կա ուղարարություն եւ զորություն, նրա մոտ պիտի գան եւ պիտի ամաչեն բոլոր նրա դեմ փոփոխվածները, Տերով պիտի բարձենան Իսրայելի բոլոր սերունդները։ Քանի որ Եսայի մեջ եք, հաջորդ գլխին նայեցեք, 46:9 The next chapter over. 46:9 Հիշեցեք առաջինները ի հավիտենից, որովհետև ես եմ Աստված եւ ուրիշը չկա, ինձպես մեկը ջոկ չկա։ Այս մի քանի համարների մեջ Աստված 6 անգամներ կրկնում է այս ճշմարտությունը, թե ես եմ միակ Աստված եւ ինձանից ուրիշը չկա։ Նկատի առնեք, թե Սաղմոս 47-ի երկրորդ համարի վերջավորության կարդում ենք. Տերն է մեծ թագավորը ամեն երկրի վրա։ Սա Տեր Հիսուսի թագավորության մասին է խոսում։ Տերը իր համբարձումից հետո երկինք ելավ, այնտեղ թագադրվեց եւ քահանիստ եղավ, եւ նա հիմա մեր կյանքի եւ բոլոր ստեղծագործության վրա իր անտեսանելի թագավորությունով թագավորում է։ Ըստ այնը մենք հիմա Հիսուսի թագավորության մեջ ենք ապրում։ Նա մեր թագավորն է, թեպետ անտեսանելի է մեր ֆիզիկական աչքին, բայց իրողություն է։ Նա մեր հաղթական թագավորացն է եւ ոչ թե միայն մեր մարգարեն եւ քահանայապետն է, այլ նաեւ իր պաշտոնով մեր թագավորն է, մեր արքան է։ Հիսուսի պես թագավոր ունենալը հենց այդ բավական է, բավարար պատճառ է, որ մենք ամեն անգամ մեր երակումի Աստծուն հիշելիս, ամեն անգամ նրան պաշտելիս, ամեն անգամ նրա երգելիս, ամեն անգամ նրան աղոթելիս, նրան փառաբանելիս, մեր արտահայտությունները բարձրացնենք աղաղակելով, բարձրացային, բոլոր սրտով, բոլոր ուժով, բոլոր կարողությամբ, ոչ թե քթի տակ մրմնջալով, ոչ թե ամաչելով, որ հանկարծ մարդիկ չլսեն, ես երգում եմ, ոչ թե կակազելով, այլ մոտենանք վստահաբար հավատքի զորությամբ, որ մենք այս թագավորի եկեղեցին ենք, հարսն ենք, ժողովուրդն ենք, քաղաքացիներն ենք, այս թագավորի հետ հավիտյան պիտի ապրենք եւ ապրում ենք։
Եվ մենք հիմա Աստծո շնորհած գահին իշխանություն, հեղինակություն ունենք մոտենալու այս թագավորի արժանապատվությամբ, նրա հոգիի միջոցով եղած մեզ տրված որդիական իրավասությամբ եւ նաեւ ամենայն երկյուղացությամբ, պատշաճությամբ մեր բոլոր խնդրվածքները կարդում ենք, կարող ենք շնորհած գահին բերել, որպեսզի օգնություն ստանանք պատշաճ ժամանակին. What a wonderful privilege. Դրա համար մենք ուրախանալի ենք։ Եթե դուք իմանայիք, որ քաղաքապետարանում մի օֆիս կա, որ երբ որ դուք գնաք դուրը ծեծեք, ձեզ կընդունեն եւ ձեր հարցը կլուծեն, չեք ուրախանալ։ Անշուշտ կուրախանայիք։ Դրանից շատ ավելին մեծ իրավասությունը տրված մեզ սիրելիներ։ Եվ նաև սրա կողքին նկատի առնելու ենք, թե այս մեր բարձրյալ թագավորը ոչ թե միայն բարձրյալ է, ամենագերազանցն է, ամենահեղինակավորն է, ամենակարողն է պաշտպանելու, խնամելու, հոգատարելու եւ այլն, նաև կարդում ենք, որ նա ահավոր է։ Հիմա մենք մեր հայերենի մեջ ահավոր բառը շատ բացասական կերպով ենք գործածում։ Մի բան, որ շատ գեշ է, շատ անախորժ է, շատ ցավեցնող է, շատ վախենալի է, շատ սարսափելու եւ սոսկալի է, մենք ասում ենք ահավոր է, այսինքն շատ վատ է, մի խոսքով։ Բայց երբ Աստվածաշնչի մեջ կարդում ենք Աստծո մասին, Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որ նա խիստ ահավոր է, այստեղ ահ չի նշանակում սոսկում, horrific, ոչ, այլ նշանակում է երկյուղ, ահ, այսինքն վախենալի հարգանապատիվ, վախով մոտենալ, այսինքն զգուշությամբ, զգաստությամբ, զգայնությամբ, հսկողությամբ, կատարյալ արթնացած եւ զարթուն եւ հսկող վիճակով մոտենալ, ուշադիր լինելով, որովհետև մոտենում ենք մի մեծ թագավորի, որովհետև մոտենում ենք մի շատ արժեքավոր էակի, մի եզակի անձնավորության։ Ուստի մեր թագավոր Տիրոջ օրհնաբանելու մեջ, գովելու մեջ, երգելու մեջ, պաշտելու մեջ, մեծարելու մեջ, նրա կատարած հաղթական գործը տոնակատարելու ընթացքում մենք ուշադիր լինելու ենք, որ մենք մեզ չկորցնենք։ Մենք մեզ մեր մարդկային զգացումներին ենթակա չդարձնենք։ Մեր զգացումները անզսպորեն գործի չլծենք, մենք մեզ բաց չթողնենք մեր զգացումների հոսանքին։ Շատեր այդպես են անում, երբ գալիս են եկեղեցի։ Եվ դրա համար տեսնում եք որոշ եկեղեցի կոչվածների մեջ անկարգ վիճակ, անկանոնություն, խառնի ճաղանց շփոթություն, կարծես թե եկել ես գինետուն եւ ամենը հարբել են, վախենալի երբեմն, անտրամաբանական։ Սիրներ, մեր Աստվածը ահավոր Աստված է, երկյուղալի է։ Այս հիշելով մենք մեր ցնծությունը, մեր ուրախության արտահայտությունը ամենայն երկյուղացությամբ, պատվարժանությամբ, պատշաճությամբ, զգաստությամբ, թագավորի առաջին կանգնելու արժանապատվությամբ, այդ կերպով, այդ ձևով մատուցելու ենք, թեպետ բոլոր սրտով, բոլոր ուժով։ Ինչու, որովհետև մեր Տեր թագավորը սուրբ է եւ նրա սրբությունը ահ ունի։ Երկյուղալի սրբություն է մեր Աստծո սրբությունը, խաղալիք չի, ամենօրյա հասարակ բան չի Աստծո սրբությունը։ Այո, մենք որևէ ժամանակ կարող ենք Աստծուն աղոթել, որևէ ժամանակ, որևէ կացության տակ, ուրախ տխուր դուրսը, ներսը, կիրակի երկուշաբթի տարբերություն չի անում, պարկած, նստած, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ որ ուզում ենք կարող ենք անենք։ Ոնց որ ուզում ենք կարող ենք ներկայանանք։ Ոչ։ Մենք մեր թագավորին պիտի նայենք որպես ահավոր, հարգանքի արժանի, նրա սրբության մեջ որևէ անպատեհություն, inappropriateness,
որևէ անարգանք, որևէ անպատվության, որևէ մարդակեդրոնության, որևէ եսակեդրոնության, անվայելչության, անպատշաճության տեղ անգամ չկա. There's no place for such things. Ուրեմն մենք ուրախ ենք, ուրախությամբ ենք մոտենում, որտեղ մեր Տերը բարձրյալ է, որտեղ մեր Տերը արժանապատիվ է, որտեղ մեր Աստվածը, մեր Տերը եզակի է, նրա նմանը չկա եւ նա թագավոր է։ Երկրորդ պատճառը, թե ինչու է Աստծո ժողովուրդը պատվիրված, որ նրան ծափ տա եւ նրան բարձրացային ցնծության աղաղակներով դիմի, կարդում ենք 3-րդ համարի մեջ։ Նա ժողովուրդներին մեր տակն է գցել եւ ազգերին մեր ոտների ներքևը։ Այս համարը ունի իր անմիջական իմաստը այն օրերում եւ ունի իր մարգարեական հերավոր իմաստը, որ մեր օրերում էլ մեզ մատչելի է։ Իր անմիջական իմաստով այն օրերում շատ աստվածաբաններ, մեկնաբաններ այնպես են համոզված, որ այս Սաղմոսը գրվել է, որովհետև մի պատերազմի մեջ Իսրայել ազգը Աստծուն հենվելով այդ պատերազմում հաղթական դուրս եկան։ Թշնամու վրա հաղթեցին։ Ուրեմն նրանք ուրախանում էին, որտեղ այդ դժվար պարագայի մեջ, այդ անհույս վախենալի պարագայի մեջ, նրանք Աստծուն հենված կարողացան իրենց պատերազմը մղել եւ հաղթող լինել եւ Աստված նրանց հաղթություն շնորհեց։ Դրա համար նրանք ասում են, թե ազգերը մեր ոտների տակը գցեցիր։ Սակայն մարգարեական իմաստով, մարգարեական մեկնաբանությամբ, պատկերաբանական ձևով մենք ու մեր նման բոլոր Հիսուսով փրկյալներս Տեր Հիսուսի երկիր գալով մարտեղանալով, նրա կատարած ծառայության շնորհիվ, նրա հնազանդության հիման վրա եւ ապա նրա մահվան, հարության եւ երկինք համբարձման հիման վրա, այժմ մենք մեզ գերավարող մեղքի գերությունից ազատվել ենք։ Մեր վրա տիրող, տիրապետող, մեզ բռնատատող եւ հպատակեցնող մեղքի տիրապետությունից դրա վրա հաղթել ենք եւ ոչ թե միայն մեղքի վրա ենք հաղթել, Հիսուսով մենք մեղքի խայթոցի, այսինքն մահվան վրա ենք հաղթել։ Մենք հաղթություն ենք հաղթել ենք Հիսուսով, աշխարհին հաղթել ենք եւ հաղթում ենք։ Որովհետև մեղքի տիրապետությունից, ասում է Կողոսացիի մեջ, Աստված մեզ փոխադրեց մեղքի խավարի իշխանությունից դեպի իր որդու լույսի թագավորության մեջ։ Ուրեմն մենք թագավորության տակ փոխադրվածներս ենք։ Մինչ այդ հին իսրայելացիները մի ժամանակավոր հաղթություն էին տոնախմբում եւ ուրախանում, մենք Տեր Հիսուսով փրկվածներս մի հավիտենական հաղթության վրա ենք ուրախանում։ Մենք մեր տեղ եւ մեզ համար Տեր Հիսուսի տարած հաղթության վրա ենք ուրախանում։ Այդ հաղթությունը մեղքի վրա է հաղթությունը, մահվան վրա հաղթություն է, մեղքի գերության վրա հաղթություն է։ Այդ հաղթությունը մեղքի զորության վրա հաղթություն է։ Եվ մի օր էլ այդ հաղթությունը մեղքի ներկայության վրա հաղթություն է, որտեղ երկնքում այլևս մեղք գոյություն չի լինել, եւ դա ամենահիանալի վիճակն է։ Մնացած հիանալի վիճակը դրա արդյունքն է։ Եվ այս հաղթությունը մի օրվա համար չի, մի քանի տարվա համար չի, երկրավոր կյանքի համար չի, հավիտենական կյանքի հաղթություն է, որի համար մենք պատվիրված ենք, որ մեր ներքին ուրախությունը արտաքին արտահայտություններով արտահայտելի դարձնենք, ծափ տանք, տոնակատարենք, ոչ թե տոնակատարենք մի քանի տարի կամ միայն կիրակի օրեր եկեղեցու մեջ, այլ տոնակատարենք մեր բոլոր կյանքի ընթացքում շարունակաբար ամեն բանի մեջ, ասում է առաքյալը, ուրախ եղեք ամեն բանում, ամեն պարագայի տակ
Ինչու ենք ուրախ, ինչու ենք կանչվել արտահայտելու մեր ուրախությունը, որովհետև Հիսուսով, հավատքի միջոցով, Աստծո շնորհքով Աստված մեզ մեղքի գերությունից ազատեց, Աստված մեզ մեր մեղավոր բնության ստրկությունից ազատեց, Աստված մեզ մեր մեղավոր բնության հետևանքով գործած մեղքերի տառապանքից եւ նրան կապանքից ազատեց։ Մենք այլևս կապված չենք, պարտադիր չենք, գերեվերված չենք, որ մեղք պետք է գործենք։ Եթե մենք մեղք ենք գործում, մեր ազատագրված կամքով ենք մեղք գործում եւ դրա համար պատասխան պետք տակ։ Լավ է որ շուտով դրանից ետ դառնանք, ապաշխարենք ամենօրյա ապաշխարություններով, որտեղ մենք ազատագրված ենք։ Մենք հաղթողներ ենք։ Մենք չենք ազատագրվել, որ շարունակապար պարտված կյանքեր ապրենք։ Եթե այդպես ապրենք, Հիսուսի տված մեր ազատագրությունը իմաստ չունի։ Ինչ իմաստ ունի Հիսուսի թագավորության տակ գերեվարված վիճակից ազատված սեպվենք եւ տակավին մեղքի մեջ գերեվարվածի պես ապրենք։ What's the point? There is no point. Ուրեմն Աստված մեզանից պահանջած Աստծո կատարյալ ուղղարար կյանքը ապրելու պահանջքը Հիսուսով հագեցրեց։ Հիսուս մեր տեղ ուղղարար կյանքը ապրեց։ Հիսուս մեր մեղքերի վճարը վճարեց։ Ուրեմն մենք հաղթող ենք Հիսուսին հավատալով, նրան վստահելով։ Երբ որ մենք Սուրբ Հոգուց վերստին ծնված այս բարի լուրը լսեցինք, այդ հավատալու կարողությունը Աստծուց ստացած լինելով հավատացինք, վստահեցինք։ Եվ այդ հավատքը մեզ համար արտարություն սեպվեց։ Եվ դրա համար Տերոջը հետ հաշտվեցինք։ Եվ մեր փրկությունը դրա վրա հիմնվեց, եւ մեր փրկության ծուծը ուղը հավատքի միջոցով Հիսուսի մեջ մեզ դեմ կանգնող հավիտենական կորստյան վտանգից Աստված մեզ փրկեց, ազատեց։ Ուրախ չեք սրա համար։ Քանի միլիոն դոլար կտայր, որ հավիտենական կյանք ունենայիր։ Տերը բոլորը վճարեց։ Տեսեք ինչ են կարդում առաջին Հովաննու 4:4-ից սկսյալ այս հաղթության համար։ 1 John 4:4 Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց։ Այսինքն մեր հավատքը։ Եվ ով է որ հաղթում է աշխարհին։ Եթե ոչ նա, որ հավատում է, այսինքն վստահում է, հենվում է, թե Հիսուսն է Աստծո որդին։ Այս հավատքի հաղթության վրայով հայտնություն գրքի 2:7-ի մեջ, Revelation 2:7 Տերը Եփեսոսի եկեղեցուն եւ նմանապես բոլոր հավատացյալներիս իր խոսքը ուղղած այսպես է խոստանում ասելով. Ով որ ականջ ունի, թող լսի ինձ, որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է։ Կյանքի ծառից ուտել, որ Աստծո դրախտումն է, նշանակում է հավիտենական կյանք ստանալ։ Նշանակում է Աստծո հետ հավիտյան իր սուրբ բնակավայրում ապրել։ Ուստի մենք շատ ուրախ լինելու ենք, որ մեր ուրախությունը արտակնապես եւ երևալի կերպով արտահայտելու ենք, որովհետեւ մեր թագավոր Հիսուսի կատարած հաղթական ծառայությամբ, թեպետ նա բարձրումն է, բարձրյալ է, բայց վայր իջավ, մեր տեղ ապրեց, մեր փոխարեն մեռավ, իր հարությամբ հաղթեց մեղքին, մահվան, եւ իր համբարձումով Աստծո աթոռի աջ կողմը բազմեց, թագադրվեց, կահանիստ եղավ, որպես թագավոր է եւ մեզ էլ այս հաղթության մասնակիցներ արավ։ What a wonderful privilege. Ինչ մեծ առանձնաշնորհում է։ Եվ այս հիման վրա է, որ Պողոս առաքյալը, թեպետ իր երկրավոր կյանքում շատ տանջանքներ կրեց, շատ չարչարանքներ կրեց, շատ տառապանքների ենթակա եղավ, բայց վերջն էլ Քրիստոսի համար, որ մարտիրոսվեց, դրանից առաջ, նախքան իր մարտիրոսությունը, այս Քրիստոսի տարած հաղթությամբ վկայում է Քրիստոսով փրկյալի համար, թե
նույնիսկ մահը եւ գերեզմանը պարտված են։ Առաքյալի համար որևէ բան չէր կարող նրան Քրիստոսի հաղթությունից զրկել։ Տեսեք ինչ են կարդում առաջին Կորինթացիս 15:56-ի մեջ 1 Corinthians 15:56 ասում է մահը հաղթության մեջ ընկղմվեց, it sank in, երբ որ մի նավ օվկիանոսի մեջ ընկղմվում է, այսինքն կործանվում է, այլևս ազդեցիկ չի, there's no power anymore։ Մահը հաղթության մեջ խորտակվեց, ընկղմվեց։ Հետո հարց է տալիս, ով մա, ուր է քո հաղթությունը, բան է, պարզ հարցում է, որի պատասխանը շատ հեշտ է, այսինքն հաղթություն չկա։ Մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծերումը, ուրեմն սիրելի եղբայրք եւ քույրեր, հաստատ եղեք, անշարժ կացեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը, իմանալով, որ ձեր աշխատությունը Տիրոջմով իզուր չի։ Առաքյալը իր կյանքի ընթացքում կրած տեսակ նեղությունների մեջ ինքը իրեն որպես Քրիստոսի թագավորության տակ ապրող հավատացյալ էր նկատում, որտեղ Քրիստոս էր իր կյանքի վրա իշխանապետը, թագավորը, եւ նա իր ամենօրյա ծառան էր, կապված ծառան է հիշում ինքը իրեն։ Եվ դրա համար էլ ինքը իրեն Քրիստոսի մեջ հաղթող է նկատում, թեպետ շատ նեղություն կրեց, վերջն էլ գլխատվեց։ Հռոմեացիս 8:36-ի մեջ կարդում ենք նրա վկայությունը, որ հիշում է 5 կտակարանի համարը եւ յուրահատկացնում է իր կյանքին եւ մեր կյանքին, ասելով քեզ համար մերձվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցինք, բայց այս ամեն բաներումը առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Սիրելի հավատացյալներ, մենք ուրախ ենք, մենք ցնծում ենք, մենք ծափ ենք տալիս, մենք աղաղակում ենք, թեպետ այս կյանքում կերպ նեղություններ ունենք։ Մենք խենթ չենք, որ նեղությանը ասենք չէ նեղություն չի։ Մենք ցնորամիտ չենք, ոչ, նեղություն է, երբեմն մեր արցունքներն են հոսում, երբեմն մեր մտահոգություններն են բարձրանում, երբեմն գիշերները քունս է փախցնում, նեղությունը մնում է որպես նեղություն, բայց առաքյալի ասացի պես, այս ամեն բաների մեջ, այս բոլորի ընթացքով անցնելու ընթացքում, դրանցով միատեղ առավել եւս, այսինքն դրանցից առավել մենք հաղթում ենք։ Մենք հաղթողներ ենք, ինչու, որտեվ վերջնական պատմության վերջը իմանում ենք։ Գրքի վերջը գիտենք ինչ է։ Մենք հաղթող ենք Քրիստոսի մեջ, որտեվ նա մեզ սիրեց։ Տեր Հիսուսը, մեր թագավորը ինքը խոստացավ մեզ այսպես։ Հովաննու 16:33-ի մեջ ասեց։ Սա Տիրոջ խոստումն է, ուղղակի խոստումը։ Այս բաները խոսեցի ձեզ, որ ինձանում, այսինքն իմ մեջ, իմ վրա հաստատված, ինձ հենված, ինձ հավատալով, մեկ խոսքով, ինձանում, ինձ հետ միավորված, խաղաղություն ունենաք։ Մեր խաղաղությունը Տիրոջ հաղթության մեջ է կայանում, սիրելիներ։ Աշխարհքում, այսինքն ինձանից դուրս, նեղություն կունենաք, վստահ, Տերը խոստացավ մեզ այսպես եւ զգուշացրեց մեզ այսպես։ Ուրեմն, երբ հավատացյալները նեղության մեջ են մատնվում, թող չզարմանան։ Բայց Աստված մեզ չի, պետք է մենք Աստծո որդիք ենք, բայց ինչու։ Ոչ։ Տերն ասել է մեզ, ինչու եք զարմանում։ Աշխարհում նեղություն կունենաք։ Մերթ նեղություն կունենանք։ Բնական է։ Մեղած աշխարհից ենք ապրում։ Բայց քաջացեք։ Ինչպես, ինչու, ինչ իման վրա, որովհետև ես հաղթել եմ, անցյալ կատարյալ, փառք Տերոջ, որ անցյալ կատարյալ է, չի ասում ես հաղթելու եմ, պիտի հաղթեմ մի օր, ոչ, ես հաղթել եմ աշխարհին,
ուրեմն մենք մեծ ուրախության պատճառ ունենք։ Երրորդ պատճառը եւ վերջին, թե ինչու պիտի մեր վրա տիրող արքա թագավոր Տեր Հիսուսի գլուխ լինելը տոնակատարենք մեր վրա, ինչու մենք Հիսուսին որպես թագավոր, բարձրանիստ եւ հաղթող ունենալով պիտի ուրախանանք, եւ երրորդ պատճառը ինչ է, 4-րդ համարում ենք տեսնում, Սաղմոս 47:4-ի մեջ կարդում ենք. նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, բութ, այսինքն Հակոբի փառավորությունը, որ նրան սիրում է։ Սա հիանալի եւ խիստ ուրախանալի մի ճշմարտություն է։ Սաղմոս 2-ն Աստծո ժողովրդին կոչ է ուղղում, որ նրանք իրենց գլուխ եւ թագավոր Տիրոջ համար ցնծան եւ իրենց ցնծությունը արտահայտեն, որովհետեւ անդադառնում են թե իրենց ժառանգության ընտրությունը, այսինքն նրանց անմիջական գետնի վրա Իսրայելի համար ազգային փառավորությունը, ազգային պարծանքը Աստծո կամքի համաձայն եղած մի բան է։ Աստվածային հրովարտակի գործադրությունն է։ Եվ նույն կերպով, մարգարեական պատկերով, հեռավոր իմաստով, մեր հոգևոր փրկությունը եւ դրա արդյունքով Աստծուն մեր որդեգրությունը եւ դրա հիման վրա մեր հավիտենական ստացած կյանքը յուրաքանչյուր Հիսուսով փրկյալ անձի համար Աստծո նախասահմանյալ ընտրության եւ նրա աստվածային կամքի եւ հրովարտակի գործադրությունն է։ Աստծո նախասահմանությունն է, որ մենք փրկված ենք, թե ոչ մենք փրկված չենք կարող լինել։ Մեր եթե վերստին ծնունդը, եթե մեր քավությունը, եթե Աստծո հետ մեր ունեցած հաշտությունը, եթե Աստծո ունեցած մեր որդեգրությունը, եթե մեր հավիտենական կյանքի արժանավորությունը մեր մարդկային կարողությունների վրա հենված լիներ, կամ մեր մարդկային որևէ ամենաչնչին միջամտության կախյալ լիներ, if it was dependent upon any involvement of our human doing, whatsoever small or insignificant, ես ձեզ վստահեցնեմ, որ բոլորս դժոխք ենք գնալու։ Մենք բացարձակապես տկամ եւ անկարող էինք, որ մեզ համար որևէ կերպով, որևէ չափսով երկնային թագավորության հավիտենական կյանքի երաշխավորանք ապահովեինք։ Ուր մնաց, որ սրբագործության կյանք ապրեինք, Հիսուսի թագավորության տակ փոխադրվեինք եւ այս բոլորը։ Սրանք հոգևոր իրականություններ են, որովհետև Սուրբ Հոգին եւ միայն Սուրբ Հոգու Աստծո կենսապաշխ հրաշալի արարքով եւ Աստծո նախասահմանյալ կամքի համեմատ եւ որդի Աստծո գործարար հնազանդությամբ մեզ տրվեցավ։ Միայն վերստին ծնված լուսով որդիներն են, որ կարողանում են հասկանալ այս ճշմարտությունը։ Հռոմեացիս 8:7-ի մեջ Աստծո ասում է, որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդում եւ կարող էլ չի։ Եվ նրանք, որ մարմնով են, այսինքն ոչ հոգևորները, չեն կարող Աստծո հաճո լինել։ Եվ առաջին Կորինթացիս 2:14-ի մեջ շարունակում է առաքել այս նյութը, նաև կրկնվում է, որ շնչավոր մարդը հակադրված հոգևոր մարդին, այսինքն ոչ հոգևոր մարդը, Աստծո հոգու բաները չի ստանում կամ չի ընդունում, որովհետև դրանք նրա համար հիմարություն են եւ չի կարող էլ գիտենալ, որովհետև հոգևորապես են քննվում։ Մենք Աստծո նախասահմանությունը, Աստծո ընտրությունը, մեզ համար Աստծո հրովարտակային կամքը կարողանում ենք որոշ չափով հասկանալ, բավարար կերպով ընդունել, հասկանալ, որովհետև Աստծո Հոգին է, որ մեզ այդ իմացականությունը տալիս է։ Եվ մեր մարդկային այդ զգացական վիճակի վրա հաղթող է դառնում։ Որովհետև ասում է, այս բաները հոգևորապես են քննվում,
Այսինքն սրանք մարդկային զգացական, տափակ, երկրավոր կյանքի փորձառություններ չեն, սրանք հոգևոր փորձառություններ են, չենք կարող նրանց նմանեցնել մեր կյանքի առօրյային, հոգևոր մարդը ամեն բան քննում է, ինքը ոչ ոքի չի քննվում, ուստի միայն մնում է մեկ տարբերակ, այն էլ այս ճշմարտությունն է, որ մենք հավատացյալներս, Քրիստոսի թագավորության տակ եղողներս, Հիսուսի հաղթանակին մասնակիցներս ընդունենք, տոնակատարենք, ուրախանանք, քան թե քննարկենք եւ դժկամենք, թե սա Աստծո նախասահմանյալ, նախախնամարար, իմաստուն, ճշմարիտ, աստվածային ընտրության հիման վրա էր, որ երբ որ մենք ավետիսը լսեցինք, Սուրբ Հոգին մեր լսած բարի խոսքը մեր մեջ ազդեցիկ դարձրեց, մեզ Աստծո ով լինելը հասկացրեց, նաև մեզ մեր ով լինելը հասկացրեց, մեր մեղավոր վիճակը բացահայտեց, մեզ մեղսապատար, մեղսասեր եւ մեղսավոր վիճակը հայտնեց, մեզ այս պիղծ վիճակի համար եւ Աստծուն վիրավորելու համար մեղքի հանդեպ ապաշխարության եւ զղջումի հոգի տվավ մեզ եւ զղջացինք եւ խոստովանեցինք եւ հավատացինք եւ դարձի եկանք եւ հավատքի միջոցով ընդունելով Տիրոջը Հիսուսին որպես մեր մարգարեն, մեր քահանայապետը, նաեւ մեր թագավորը, մեր փրկիչը, մենք նրան վստահեցինք, ուրեմն մենք արդարացանք եւ Սուրբ Հոգին Հոր Աստծո ներբնակությունը մեր մեջ դրավ եւ նրա կատարած աստվածային գործը մեզ մատակարարեց եւ մեր մեղքերից մեզ ազատեց, դատապարտությունից ազատեց եւ մենք այս փառավոր արժանապատիվ ժառանգությունը ստացանք, այսինքն մեր հավիտենական կյանք։ Տեսեք, այս մեր գործերից չէր։ Աստծո խոսքն ասում է առաջին Պետրոս 1:3 Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ նորից ծնեց դեպի կյանքի լույսը։ Աստված ծնեց մեզ։ Հովաննում 1:12-ից ասում է նրանք, ովքեր Հիսուսին ընդունեցին, Աստված նրանց Աստծո որդիներ լինելու իշխանություն տվավ եւ նրանց, ովքեր նրա անունին հավատում են եւ որոնք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից ծնվեցին, այլ Աստվածանից ծնվեցին։ Աստված էր, որ մեր ժառանգությունը մեզ տվավ։ Աստված էր, որ մեզ արժանացրեց այդ ժառանգությանը։ Եվ դրա համար մենք հավիտյան ուրախ ենք։ Ես զարմանում եմ, թե ինչու Աստված մեզ այս արավ։ Չգիտեմ։ Չեմ հարցնում, թե ինչու ուրիշներին չես անում։ Ինչու հորեղբորս կամ քրոջս կամ չգիտեմ քերիս աղջկան կամ մորքուրիս տղին կամ չգիտեմ եղբորս քրոջս չես տալիս։ Դա Աստծո իմանալիքն է։ Բայց ես հարց եմ տալիս Աստծուն։ Ախր ինչու ինձ։ Դրա համար Տերը պատասխանում է։ Ինչու։ Որովհետև 4-րդ համարում կարդում ենք, թե Տերը նրան, այսինքն իր ժողովրդին, ինձ ու քեզ, եկեղեցուն։ Տերը նրան սիրում է։ Աստված սիրելի հավատացյալ ինձ ու քեզ սիրում է։ Անդրադառնաս կամ ոչ։ Դրա համար մենք մեծապես ուրախ պետք է լինենք։ Որ նա բարձյալն է, նա մեր թագավորն է, նա մեր հաղթողն է, նա մեզ հավիտենական կյանք տվողն է եւ նա մեզ սիրում է։ Տիրոջ կամքով եւ նրա հորովարտակի գործադրությամբ էր, որ մենք նրա սիրույն արժանացանք։ Եվ հիմա որ Տերը մեզ սիրել է եւ սիրելու է բոլոր ապառնի հավիտենականության մեջ։ Դրա համար մենք ծափի տանք։ Դրա համար մենք պետք է ուրախ լինենք։ Դրա համար մենք պետք է աղաղակենք Աստծուն։ Դրա համար անկախ թե ինչպիսի վիճակից ենք անցնում, վշտերովս անգամ քեզ փառաբանեմ։ Դրա համար է, որ Փիլիպեցիս 4-րդ գլխում Աստծո խոսքը մեզ հրաման է տալիս, որ մենք ամեն բանում, այսինքն ամեն կացություններից անցնելու ընթացքին ուրախ լինենք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ լինեք։ Երբեմն մայրիկներ իրենց զավակներին հրամայում են. «Բալես, դուրսը պաղ է, ջակետը չմոռնաս»։
Okay, mom, ճակետը չմոռնաս, 2 անգամ են ասում, you know why? Որտեղ ուզում են վստահ լինեն, որ մտավ գլուխդ։ Նույնն էլ Աստված մեզ է անում։ Եվ հետաքրքրական է, որ առաքյալը Փիլիպպեցիս 4-րդ գլխի մեջ, երբ ասում է ուրախ եղեք, նորից ասում եմ ձեզ դարձյալ ուրախ լինեք, անմիջապես հետո դա կապում է մեր ուրախությունը կորցնելու վտանգի հետ։ Ինչ է դա կապում? Անմիջապես ասում է, ոչինչ բանի համար հոգս մի արեք։ Այլ ամեն բան գոհությունով մեկտեղ ձեր աղոթները Աստծո առջև թող ընդունելի լինեն։ Ուրեմն, եւ ասում է Տերը մոտ է։ Որովհետև սիրելիներ, երբ որ մենք ուրախությունը ուզում ենք արտահայտենք, ուրախությունը ուզում ենք վայելենք, դուրսը մի գող կա։ Այդ գողը չի կարող մեր փրկության իրականությունը մեր ձեռքից խլի, որտեղ դա Աստծո նախասահմանյալ հրովարտակային անփոփոխ կամքի գործադրությունն է։ Դա անխլելի է, անհապշտակելի է, բայց մի բան կարող է խլել։ Այդ փրկության վստահությունը կարող է խլել մեզից, այդ փրկության ուրախությունը կարող է մեզից խլել, գողանալ, մեր առջևը մեր դժվարությունները մեծացնել, սարի չափ սարքել, հետո մենք մտահոգվենք եւ այդ մտահոգության մեջ անուրախ, եթե այդպեսի բառ կա, կյանք ապրենք եւ Աստծո խոսքին աննազանդ լինենք։ Դրա համար է որ առաքյալն ասում է հոգս մի անեք, Տերը մոտ է։ Տերը մոտ է։ Այո, Տերը մոտ է։ Այսինքն մեր թագավորը մեզ հետ է։ Այսինքն մեր թագավորի թագավորության տակ ենք ապրում։ Այսինքն մեր թագավորը ձեռնհաս է եւ մի օր էլ մեր թագավորը պիտի տեսնենք նրան։ Մի հոգս արեք։ Doesn't matter what we go through. Հարստամ ձեզ։ Դուք ծապ տալիս եք։ Դուք ցնծում եք։ Թե ոչ տխուր հավատացյալներ եք։ Դուք լավատես հավատացյալներ եք, թե ոչ հոռետես հավատացյալներ եք։ Ամեն բան վատ է, առաջ հետո կարելի է լավ լինի, թե ամեն բան Տիրոջմով բարի է։ Վատ կարող է լինել, բայց ամեն բան Տիրոջմով բարի է։ Դուք ամեն բանում կարողանում եք ուրախ լինել, թե ոչ ուրախ եք լինում, երբ որ դրսի բաները ապահովում են այդպիսի ուրախություն, թե ոչ ոնց ուրախ լինենք։ Տարբերություն կա, չէ՞։ Արդյոք ուժգնորեն այս թագավորին աղաղակում եք։ Բարձրացայն նրան մեծարում, փառաբանում աղոթում եք։ Նույնիսկ կարող ես բարձրացայն լացելով աղոթես Աստծուն։ Դավիթ այդպես էր աղոթում։ Ասում է արցունքներս ինձ համար ինչ եղան, անկողին եղան։ Բարձրս թրջում եմ իմ արցունքներով։ Արդյոք Տեր Հիսուս Քրիստոսի այս թագավորի հրամաներին հնազանդում ենք, ծապ տալիս ենք, ուրախանում ենք։ Արդյոք նրանով պարծենում ենք, արդյոք նրանով երկյուղում ենք նրանից, արդյոք նրան փառավորում ենք այս անելով։ Տերը տա որ սա լինի մեր յուրաքանչյուրիս բաժինը եւ փորձառությունը աղոթենք։ Երկնավոր Հայր, քեզի սրտի խորքից փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք, որ դու մեր Տերն ես, մեր Յահվե Աստվածն ես, ուխտային Աստվածը, որ ուխտել ես, քո որդիդ մեզ համար ես ղրկել, քո հոգիովդ մեր մեջը կյանք ես ստեղծել, եւ դու շարունակում ես մեզ պահել քո ձեռքերիդ մեջ, նույնիսկ երբ որ դժվարություններից ենք անցնում։ Տեր, մենք անդրադառնում ենք, որ մենք քեզ ծապ պիտի տանք, պիտի ուրախանանք, քեզ պիտի պաշտենք, որովհետև դու բարձրյալ ես, դու թագավոր ես, մենք քո թագավորության տակ ապրողներն ենք, մենք մեղքի տիրապետությունից ազատվածներն ենք, մենք նաև ով Տեր, քեզանից հավիտենական փառավորության բաժին ստացողներն ենք, քո ընտրությունը մեզ համար խիստ հիանալի է, շնորհակալ ենք, որ դու մեզ սիրում ես եւ դրա համար ընտրել ես, որ մեզ հավիտենական կյանք տաս։ Փառք ենք տալիս քեզ այդ բոլոր արարքիդ համար եւ ուրախությամբ քո առջև ենք կանգնում։ Օգնիր մեզ, որ մենք քեզ վստահելով, մեր աղոթքները շնորհակալությամբ եւ գոհությամբ քեզ բարձրացնելով այդ մեր ուրախությունը վրա հսկող, զգույշ, զգայուն, զգոն դառնանք
եւ 10 որով Տեր ծափով եւ ուրախությամբ բոլոր էությամբ քեզ փառաբանենք։ Իբարս քեզ։ Ամեն։